Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Այո, Ռոբերտ Քոչարյանն է ցեզ ասեց լրագրողներին, հիշում եք, որ ասեց, երբ շողուլից ընկաք, ցեզի շողուլի գբել։ Մեղայ ասում։ Թաղեցյալ լինիմ, բայց ոչ խոնարհիմ։ Արժանապատվությունը ոտնահարելով մեզ խաղաղություն պետք չի։ Սրանք որ այսպես գիշերցել եք խաղաղություն։ Ով չի ուզում խաղաղություն։ Բայց այս ձևի խաղաղություն ես երբեք իմ տեսակը չի ուզում։ Եվ ես գիտեմ, որ մենք բոլորս, մեր նախնիները, մեր պապերը գլուխը կախելով, թուրքին վիլայետ դառնալով մենք այդպիսի խաղաղություն երբեք չենք ուզում։ Ես չեմ պատկերացնում, որ հայոց ազգի մեջ 10% կամ 15% նմանատիպ մարդիկ լինեն։ Այո, կան, որ այրոնը թուրքից է սերված, մոնղոլից, պարսիկից, կան այդպիսիները։ Եվ ես մի անգամ, երկու անգամ ասել եմ, երբ որ Էջմիածինում պատարակ էր մատուցվում, ուրեմն պարսիկ թագավորը թեշաբանը մեծամեծներից մեկը մտնում է ու դատարում է պատարակը, ասում է ցեզանից եթե որևիցե մեկը դառնա պարսկական կրոնին, ես իրեն Պարսկաստանում մոկպետ կնշանակեմ։ Եվ 3 սկուտեղով այդ բրիլյանտներն ու ոսկիները նես են բերում, ասում է սա էլ նրան նվեր կտամ։ Պատարակամատույց վարդապետը գայթակղվում եւ ասում է թե ես կդառնամ ձեր հավատքին։ Լռեց պատարակը, կաթողիկոսը այսպես հուզված, ասեց 3 օր ժամանակ տվեք, ես ասեմ գայթակղության պատճառը երիտասարդի։ Այս շահն ասում է գալիս եմ 3-րդ օրը։ Կաթողիկոսը դարավ հոգևորականներին ասեց բոլորդ պասուցում պահեք, 3 օր անսվաղ եւ խնդրեք Տիրոջը, որ ցույց տա գայթակղության պատճառից վարդապետի։ Եվ 3-րդ օրը 30-40 հոգևորականներ նույն տեսիլքն են տեսնում։ Եվ նույնը տեսնում է կաթողիկոսը։ Բոլորը գալիս են կաթողիկոսի վեհարանի մոտ եւ ասում են վեհապար, տեսիլք ենք տեսել, վեհապար։ Ասում է ինչ է։ Ասում է գերեզմանը բացվավ, վարդապետի մայրը ելավ ու ասեց. Վեհապար, փախի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է։ Այո, եթե այսօր որևիցե մեկ ուզենա, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, եթե որևիցե մեկը ուզենա, որ հայոց ցեղասպանությունը երկրորդական պլանների մեջ լինի, եթե որևիցե մեկը ուզենա, որ Արարատ սարը նոյ նահապետի, որ նոյը Նախիջևանես Նախիջևանի գավառը, եթե ուզենան հանել, այո, դրանք այրոնը պետք է ստուգվի անպայման։ Նա հայ տղա չի կարող լինի։ Մարդիկ կան ծնվել են տանջանքի համար, մարդիկ կան ծնվել են տանջելու համար, մարդիկ կան ծնվել են տանջվածներին օգնելու համար, դրանցից մեկը ես եմ, Հովհաննես Թումանյանի խոսքերն եմ ասում։ Երջանիկ է այն ազգը, որի առաջնորդները բարեպաշտ են, իշխանները հայրենասեր, քահանաները իմաստուն, դադավորները արտար, ցավոք սրտի, ուսուցիչները առաքինի, ծերերը խրատատու, երիտասարդները ճանասեր, խրատի թանգարան։ Ինձ ասում են, թե ավականիները ոտք կպահեն, պետությունը ամբողջությամբ ԿՊ-ի ձեռքում է, ոնց ես աշխատելու, ինչ պետք է անես, ես երբ որ եկա այս ուկյասը այստեղ նստած է, մի ավականի չունեի այն ժամանակ, բոլորը իրանց ավականիներն էին, պայմանավորվում էին, գալիս էին, սիրուն ավականիները խելացի, տեսնում էին ճշմարտությունը, գնում էին ու փառք Աստծո 13 տարի աշխատեցինք։ Ինչ եմ ուզում ասել, եթե ոչ Տեր շինե ըստունն, ինանիր վաստակին շինող նորա, եթե ոչ Տեր պահե ըստ քաղաքն, ընտոնային տկնին պահաբանք նորա, Աստվածաշնչյան խոսքերն են։ Խոտան են այն հոգիք, որ ընդրվին արձատով, խոտան են այն հոգիք, որ ընդրվին արձատով։ Ուրեմն, 2006 թվականից բոլորի աչքի առջև եղել։ Երբեք մեկը չի կարող ասել, ես փող եմ տվել ու ընդրվել եմ։ Մի հատ մարդ չկա այս հայոց ազգի մեջ։ Բայց մենք տեսանք, թե ինչ է տեղի ունեցել։ Գոնե գլխները կախեն, ցեն չանեն, ամոթով մնան։ Բոլորս գիտենք, թե ոնց եղե, ինչ եղե, բոլորը նայեցին լրատվականից բռնած ամեն մարդ գիտե, թե ինչ ծավի են այդ ձայները կորզել։ Եվ ես շատ չեմ ուզում խորանալ, բոլորդ լավ գիտեք,
Բոլորը լավ գիտեք, թե դրսից, ես ճիշտ ասած, գիտեի, որ պիտի 4000 կեղծիկ անեն, դրսից բերած այդ շենքերը որ կան, բայց շենքերը չկան, տեղերն էլ գիտենք այդ շենքերի։ Ես մտածել էի, որ 72 դրական տեղամաս կա եւ ամենտեղ 50 հոգի պիտի ընտրեին, դրսից եկածները։ Ախր Քալագի լեզուն են խոսում, Երևանի լեզուն են խոսում, ընդཐུպ Սլաբոդկա թաղամասը մենք անգիր տունար турքին են, մարդիկ են եկեք սենքով են այս մարդիկ։ Խոսեցնում ենք, փախտում են, չեն խոսում, լեզվից ուզում ենք հասկանալ։ Մի խոսքով իրանք դարձրեցին մոտարապես ամեն տեղամասը 100 հոգի եւ դրա համար 8200 հոգի դրսից եկածներն են քվեարկել։ Չեմ ասում մնացած գումարները ընդամենը 2000-2500 ցայնի մասին է խոսքը։ Այստեղ իրանք ցայները լրվեն ցեն չանեն։ Լրվեն ցեն չանեն։ Հագարակությունը եւ թշնամությունը կորզանում է երկիրը։ Տեսեք մենք Սրբազանի հետ ոնց այսպես գրգախ առնվեցինք։ Իրոք ճիշտ է ասում, մենք տարբեր հայացքների ենք, բայց համարցակ ենք։ Բայց հանուն քաղաքի, հանուն հայրենիքի, հանուն մեր եկեղեցու, հանուն մեր հավատքի, ես գիտեմ, որ մենք կարող ենք մեկս մյուսից ձեռքը համբյուրել, հավատացեք։ Ինչքան էլ լրագրողները ուզենան, այսպես ուզենան կրվցնել բան, սեփ խրել, չգիտեմ, ինչ անել, բայց չի լինի դա, որովհետև մեր նպատակը ինչ է, քաղաքը կառուցել, շենացնել, մարդիկ մեզ են սպասում։ Այ հենց դրա համար պետք է անպայման միասնություն լինի։ Միասնություն լինի, եթե հանգարց ոտ պայելոցի եղավ, անպայման ժողովրդին կտեղեկացնենք, ժողովուրդը տեղյակ կլինի։ Ինչքան էլ ոտ պայեք, չեմ ցանկանում։ Ով հետևիցս ընկել է, պրոբլեմ է ունեցել տիրոջով, հավատացեք ինձ, այնքան բաներ կա չեմ ուզում ասել, ես մեղքում եմ, հավատացեք մեղքում եմ, դուք չեք պատկերացնում, թե ինչ կարևոր բան է, մի րոպե չեմ կասկածում, այս ասեղի քթի չափ չեմ կասկածում, որ կա հարություն, որ կա Աստված, հիշեք սա, եւ այս ամեն ինչ որ հիմա եղել է, որ ես եք այստեղ նստել եմ, սա մարդկային խելքի բան չէ, սա միայն Աստված է արել։ Սա մարդու բանով չէ, քաղաքական այդ պալիտոլոգները բաներ ինչ որ ասում են, խոսում են, սա միայն Աստված է արել, հիշեք, հավատացեք։ Բաներ եկա չեմ կարող ասել, որովհետև կագնած են իմանց, այսպես խոսքս կդարձնեն, այսպես մինուսավոր ինպես կխառնեն, ու դրա համար չեմ ասել, հետո կասեմ։ Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է հայոց 64-րդ կաթողիկոս Ներսես Շնորհալին։ 132 կաթողիկոսներից 12-ն է սրբոց դասին դասվում։ Կներեք սրբազան, որ հավատքից եմ խոսում, որովհետև Գրիգոր Տատևացին Հովան Որոտնեցու մոտ 25 տարի չխոսեց, որովհետև Հովան Որոտնեցին իր ուսուցիչն էր, բայց իմ ուսուցիչը ուտանն էր, ողորմ իրակերել հավատքից։ Ես ուղղակի բան եմ զգում, էլի մի քիչ սիրուն չէ, որ ինքը պետք է ասի, ես եմ խոսում, էլի դրա համար ես ներողություն խնդրեցի իրենից։ Ուրեմն քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար առաջի խոսքը ասել է Ներսես Շնորհալին 1116-1114 թվականներին։ Ուրեմն գլխավորում միասնություն, երկրորդ այնում ազատություն եւ սեր ամեն ինչում, այս սկզբունքը պետք է որտեղեն յուրաքանչյուր քաղաքացիական հասարակություն ձևավորող զբաղվող մարդիկ։ Ավերիգի Սահակյանից մի մեջ բերում եմ ուզում անել, որ ասում է, թե ես ձեզ ասում եմ գկա ոգուսով եւ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հարպած որկորով հրեղեն խոսքի վեհ խոսքի կարոտ։ Այո, այսօր ճիշտ խոսքի, ճիշտ ապրելակերպի կարոտ ենք, ճիշտ մարդու կարոտ ենք, ճիշտ խոսքի են գաղապարական խորկային ազգային խոսքի կարոտ ենք մնացել։ Այո, դպրոցներ անելու շատ բան ունեն եւ ցավում են, որ դպրոցներից հանեցին քրիստոնեական հայոց պատմությունը եւ ինչ են բերել դպրոցում, չեմ ուզում այսքանի մոտ խոսել։ Պատկերացրեք ազգայինը հանում են, հոգեվորը հանում են։ Զարմանալի ինչու համար։ Եվ դրանց գրքերը տեսնում ես, եթե դրանց գիրքը կարդաս,
Դու ես կարտացել եմ, ես չգիտեմ մազերս բիզբիզ է կագնել։ Այո։ Եմ մի բան ասեմ, որ ասում է ով ադում է բարեպաշտին և սիրում է ամբարիշտին, միևնույն չարիքն է գործում։ Գիտեք այսօր այն մարդիկ ովքեր պաշտոնի համար, որ իրենց ինչ-որ մի թուլափայ պիտի գցեն, գովերգում են Դավաճանին, կանգնում են այնպիսի մարդկանց կողքին ու ճշմարտությունը չեն տեսնում, յանի իրանք հեչ բանի խաբար չեն, իրանք տեղյակ չեն, սիրուն կոստյումը, գալստուկը Ժիրինովսկին, որ ասում էր ողոր մի քեզի հասկանալի, մենք իրար նմանություն ունենք Ժիրինովսկու հետ, ասեմ ձեզ, ինեգալի ունեցեք, մեր բնավորությունները իրար նման են, ողոր մի իրան, ուրեմն սրանք յանի չեն տեսնում, բայց գիտեցեք որ ամոթ է, դուք այդ ամեն ինչը լավ տեսնում եք, ջայել, ոնց եք գնացել այդպիսի մարդկանց հետևից ու այնպես է ազատ, մեկը կյանքում ես քաղաքում ընդհանրապես ոչ ճանաչել ենք, ոչ դրել ենք, ոչ վերցրել ենք, հրապատկերացել եք քաղաք կառուցողին սարքել են, մեկ ինձ ինպես բաներ են ասում, ընենց են խոսում, ես քսեմ եմ ես լավ մարդ եմ, վատ բան չեմ ել, սրանք ինչ են գրողի պես ենք հետևես, գրող նգնի ձեր հետևից, մեկ մամը սկսեր ողորմազի, ողորմի քեզի մանգը Եվ ուզում եմ Աստվածաշնչից բերել ևս մի կարևոր պատվեր, այդպես ասեմ։ Եթե իմ պատվիրանները պահեք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին։ Նրանք սպանված կգնեն ձեր առաջ։ Ձեր 5 հոգին հալածական կանի 100 հոգու, իսկ ձեր 100-ը բյուրավորների։ Ձեր թշնամիները սրի հարվածներից կգնեն ձեր առջև։ Ինչքան մենք Աստծուց հեռացանք, այնքան Հայաստանը բզգտվեց ու տրվեց թշնամուն։ Մենք երբ ապավինել ենք Աստծուն, երբ պահել ենք Աստծո պատվիրանները, երբ աղոթքին, ճշմարտությանը սատարել ենք ինչ որ տրված է պատվիրանների մեջ պահել ենք, հիշեք, մենք ունեցել ենք հաղթանակ։ Հիմա էլ ուշ չէ։ Հավատացեք, երբ հեռացել ենք Աստծուց, երբ հեռացել ենք եկեղեցուց, երբ բողոքականները լսվել են Հայաստան, երբ մամոնայի համար ծախել ենք մեր այն հավատքը, որ պարզենում ենք, մեկ ասում ենք առաջի քրիստոնյա պետությունն ենք, այո, պարզենալու տեղ ունենք, որովհետև դրախտը գտնվում է Հայաստանում։ Դրախտը Աստված մեր ձեռքից առավ եւ տվեց Թուրքին, դա Պինգյոլն է, որ մեր դիմաց է։ Պինգյոլը, որ Ավետիք Իսահակյանի երկել որ կա, Պինգյոլը գտնվում է, հենց դրախտը գտնվում է Պինգյոլում։ Նոյի տաբանը կանգնեց Արարատ լեռի կադարին եւ ասում է Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն, Նոյը խոսում էր հայոց լեզուն։ Նոյի գերեզմանը գտնվում է Նախիջևանում, Նախիջևան նշանակում է Նախիջևանել, այսինքն առաջինը Նոյը իջավ Նախիջևանի տարածքը եւ կոչվեց Նախիջևան։ Ամբողջ մարդկությունը հայոց ազգից է առաջացել։ Լավ իմացեք, ուրեմն բավարները, գերմանացիները, իրենց նախահայրերը բավարներն են, ասում են, որ մեր նախնիները իրանց այդպես բանում, իրանք են ասում, մենք չենք ասում, որ մեր նախնիները եկել են Արարատ լեռի հատվածից, մեր նախնիները հայեր են, անգլիացիները ևս ասում են, որ մեր նախնիներն եկել են ուրեմն Հայաստանից Արարատ լեռից, իսպանացիների բասկերը նույնությամբ, այսինքն մենք պարզենալու տեղ ունենք, բայց մենք մեր պատմությունը չգիտենք։ Հայաստանի ղեկավարները ասում են, թե այս գրաված տարածքները մենք օկուպացիա ենք արել։ Ինչ օկուպացիա, երբ որ 100 տարվա պետության մասին է խոսքը։ Հայոց բնորանն է, ինչքան պեղես ամբողջ գերեզմանները հայկական են, ինչքան պեղես հանգարց դենկա անես, կտեսնեք, որ բոլորը հայեր են։ Եթե ասում են աղվանական գերեզմանները, մեր պապերը այս եկեղեցիները աղվաններն են, ուրեմն ստեղծել մեր պապերը աղվաններ են։ Բայց այդ պապերը, որ աղվաններ են, աղվանական եկեղեցիներ են, չեք քանդում, այ բարբարոս ազգ, այսինքն ձեր պապերի եկեղեցիներն էլ եք քանդում, եթե ձեր պապերը աղվաններն են։ Այսինքն պատկերացրեք հայոց ղեկավարները չեն կարող պատմություն չգիտեն, որ կանգնեն դրանց ասեն, ինչ օկուպացված տարածքերի մասին է խոսքը, երբ որ Հայաստանի բնորանն է, երբ որ հայոց երկիրն է, մեծապ տվեք չի գարով։ Եվ վերջացնելով իմ խոսքը, ուզում եմ ասել, իմ ընդդիմությանը և Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրներին,
Գրիգոր Տատևացին ասում է. Շատ կարևոր է ընդդիմությունը։ Եթե ուզում եք երկինը զարգանա, անպայման պետք է այդ երկրում լինի ընդդիմություն։ Եվ օրինակ է բերում ասում է ծառին ընդդիմությունը քամին է։ Ինչի համար է քամին ծառին, որպեսզի ծառը ուժեղացնի իր արմատները։ Հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմնակից եմ, բայց եթե պետք է Լևոն Իշտոյանի ֆինդերն անեն, ես էլ ոչ ջարտող եմ, ես էլ հսկատ եմ կանում։ Հետո մի բան էլ ասեմ, ուրեմն իմ պապերս 1700 թվականից էստեղ եմ, մենք Ղարսից ենք եկել, բայց ես ինչ գյումրեցի լեննականցի եմ դասում։ Նիկոլայ առաջինի օրոք, Նիկոլայ երկրորդի օրոք, Այրոն Արբու Ալեքսանդրիչ գիտեմ մյուսի բոլորի օրոք, մենք մեր ազգանունը լիդերների շարքում է եղել։ Մենք պետությունով, մենք պաշտոնով, ինչ որ որևիցե մեկով անուն չենք ձեռք բերել։ Մեր արունը այդպիսին է, մեր կատը այդպիսին է։ Օրեր կան, բաներ կան, ամեն ինչ չափի մեջ, ամեն ինչ հարկանքի մեջ, ամեն ինչ ճշմարտության մեջ իրար տեսնելու ենք։ Բոլորս իրար տեսնելու ենք, սրանք էլ կգնան, ես էլ կգնամ, դուք էլ կգնաք, բայց կմնա մի բան, գործն է անմա, լավ իմացեք, որ հիշվում է տարեդար։ Շնորհակալություն։ Ասում է Հովանես Թումանյանը եւ պահ է եղել, որ մենք գնացել ենք Ֆրանսիայից օպերացիայի առավոտ ժամը, այսպես աղոտրանին ժամը 6-ի մոտերկը, Արագածի կատարին լուսավորչի կանտեղը մենք նկարահանել ենք այդ լույսը վառված։ Դա հրաշք է տեղի ունեցել։ Այդ նկարը երբ պետք եղավ, ես ձեզ կտամ մի օր, եթե ուզենաք ցույց տալ, դա հրաշք է կատարվել մեզ ու մենք վերջը այդպես կենտանի մնացինք առաջն Աստված։ Իսկ սա ներողություն, կիսած թողեց։ Այս վերջինն էլ շողուլն է, ներողություն, սա ամենափրկիչն է, որ Ջիվանին ասում է մի քաղաք տեսա ժամի սիրահար, բնակիչները հայ, մոտ 100,000, իրենք հատ չունեին ուտելու ապրելու համար, բայց 7 հատ վանք են սարքել, խելքի աշեցեք, այսինքն սա հավատքի քաղաքն է, հավատքի, եւ դրա համար 1937 թվականին ամբողջ Հայաստանի եկեղեցիները փակվեց, բացի Գյումրվա 7 վիրած եկեղեցուց եւ Էջմիածնից, ասեմ ձեզ, դրա համար այո, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, գյումրեցիները հավատացյալ ժողովուրդ են, իսկ այս տակի նշանը այս սա շողուլն է, որ կոչվում է շողուլ, շինարարական գործիք է, որ այսպես պահում ես աճուցախ, այսինքն ով որ իրեն հետո գյումրեցիք ասում են, ով իրեն սխալ է պահում, շողուլից կգնի, ու մենք իրան կզգաստացնենք, որ չի կարելի շողուլից ընկնել, հասկանալի է։ Լավ։ Մեր նիստերի ընթացքում արդյոք շողուլից չենք, որովհետև արդեն երկրորդ նիստն է ինչ տեսնում։ Մի խառնի տղա ջան, հələ չենք եկել խոսել, հələ չենք եկել նես մտել ու արդեն խառնում ես։ Ինչ եք խառնում որ։ Ես մի բան ասեմ ձեզի, դուք էլ փոխվեք էլի մի քիչ։ Մի քիչ փոխվեք էլի երեխեք, ինչի՞ չեք փոխվի որ։ Ինչ կա որ սենք հանուն Հայաստանի Հանրապետության կարելի է փոխվել։ Մարդկանց իրար հետ չկրվցնել, բան չանել, լույսը լույս ասել, խավարը խավար ասել։ Ինչ կեղնի որ դուք էլ այդպես լինեք։ Ինչ փաստ, որ փաստը։ Ինչ անենք, մենք բոլորին հրավիրել ենք, բոլորին տեղեկացրել ենք, զանգել ենք, ասել ենք, որ երթման արարողություն է, եկեք մասնակցեք։ Հիմա իրանցից կհարցնեք, թե ինչի չկան, ինչ կան, ես չգիտեմ։ Իրենցից հարցրեք։ Ուրեմն արդյոք մտավախություն չունեք, որ կլինեն նիստեր, որ օրինակ այսօր մեր քաղաքը դաշինքը ներկայացավ, բայց ձեր երկրնակալության արարողությանը ներկա չգտնվեց։ Արդյոք չեք մտածում, որ մտավախություն չունեք, որ ավագանու նիստերին է կան ներկայանում։ Ասեմ էլի սատիկ, կարճ ասա։ Ինքա երկար ես ասում, միտքդ հասկացա։ Ուրեմն մի բան ասեմ։ Ինչ որ անում են, ինձ համար չեն անում։ Այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ։ Այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է։ Ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի գնահատականը կդա անպայման։ Եվ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ։ Ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը
որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոդ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար։ Դրա համար ես շատ հանգիստ եմ։ Ինչ անեն, իրանց համար պետք է անեն։ Ինչ լավն էլ անեն, իրանց համար է, վատն էլ անեն, իրանց համար է։ Այստեղ Վարդան Ղուկասյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքի խնդիրն է։ Մնացածներն ինչ ուզում են անեն։ Ոնց ուզեն թող այդպես անեն։ Ես բացատրեցի էլի։ Ես էլ ասեցի, ժողովուրդը իրենց գնահատականը կդա, ոտ պահեցին։ Իրանց կասեն, ով եք դուք, ինչի համար եք սա անում, ոնց եք ապրում այս քաղաքում, այդքան բան։ Շնորհավորել եք։ Չէ ոնց որ։ Ոչ։ Ճիշտ ասած ոչ։ Հետո գիտեք մի բան ասեմ ձեզ։ Ես դե վերջը երկար տարիներ 99 թվականից մինչև հիմա որ հաշվարկում ես, դա հսկա քանի տարի է, մոտավորապես 25 հատ է ավել։ Քանի տարի է հաշվեք արագ։ 26 տարի։ Թվաբանությունից լավ չէ, աղջիկներ։ Ուրեմն կոմպյուտերի վրա եք սովորում։ Ուրեմն վախ ափսոս։ Ուրեմն 26 տարի ես քաղաքականության մեջ եմ։ Նու նայում եմ էլ երկու անգամ 6 անգամ 96 թվականից որ հաշվեք, հիմա ես 6 անգամ քաղաքապետ եմ ընտրվել։ Երկու անգամ էլ պատգամավոր։ Ես այսպեսի բան չեմ տեսել։ Ես այս ձևի հարցակում, այս ձևի ամբողջ սայտերն ու ես չգիտեմ ինչեր այսպես խառնվել են իրար Գյումրին, ոնց որ Արցախը կորցրեցին, այսքան չխառնվան։ Այդքան երեխեն մահացավ, այսքան ձեն չլսեցինք, ոնց որ այս Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Ես զարմանում եմ։ Դու քեզ եմ հարցնում, հլա սա ինչու է այդպես։ Դու ազատության լրատվականն ես, դու պետք է գիտենաս։ Հլա սա, ինչի է այդպես։ Ինչի հլա սա։ Հլա սա, ինչի է այդպես, Սատենիկ։ Նախաշեմին ընտրությունները ըստ էության քաղաքի համայնքի ղեկավար։ Հիմա չեմ կարող ասել ինչի է այդպես։ Հետո կասեմ։ Մոտորերս կասեմ։ Ամեն դեպքում մարզպետի հետ պետք է աշխատեք որպես վերադաս կառույց, մարզպետից կարծում եմ արդեն շնորհավորանք ստացել եք, թե չէ, ինչպես եք այդ աշխատանքը։ Մարզպետից շնորհավորանք չեմ ստացել, բայց այդ մարզպետի հայրը ինքը իրենց միշտ շնորհքով եմ պահել, մարզպետի հայրն էլ ինձ հետ մոտ է, ինքն էլ շնորհքով է իրան պահել, մշտական եկել է բան, տեսել է ինձ շատ շուտ եկել է, ինքը ջահել երիտասարդ տղա է, ես իրանց մեծն եմ եղել, իրանց շատ հարցերում իրանք ուզում են ասել են, ուզում ենք նմանվել շատ այդպեսի բաներ։ Հիմա կապրենք տեսնենք թե իրանք ոնց են իրանց պահելու, իրանց բոլորի գնահատականը կտանք։ Հիմա խոմ ասենք ես մի քանի տարի որ Նիկոլը պետք է մնա բան, դրանից հետո ինչ պետք է եղնի։ Կապրենք հələ կտեսնենք էլի ով ինչ ձևով կպահի իրան։ Իրողության հետ ինչ կատարում է Գյումրիում, շուրջ։ Ինչ է ասում։ Ասում է հաշտ գյումրեցիների քվեների հետ հաշտ են, բայց հաշտ չեն այն իրողության հետ ինչ կատարվում է Գյումրիում, քանի որ 10,000 քվե տվել են իրենց, բայց քաղաքապետ ընտրվել է ընդդիմադիր։ Ես իմ խոսքի մեջ ասեցի։ Իրանք 17,000 ձայն այս քաղաքում չունեն, իրանք լավ գիտեն դա։ Ուրեմն այդ դրսից բերած մարդիկ, որ եկան քվեարկեցին, ու մենք հաշվարկել էինք 4,000 հոգի։ Մտածել էինք, որ 12 ժամվա մեջ, առավոտվան 8-ից մինչև 8-ը 12 ժամ է, մենք մտածեցինք, որ իրանք այդ որ բերեն բան անեն 4,000 հոգի պետք է լինի, մենք չէինք հաշվարկել, որ պետք է լինի 8,200 հոգի, որ ամեն տեղը 100 հոգի պետք է ավելանա։ Մենք չէինք հաշվարկել, որ մեռած բանը փլված շենքեր կան, որոնք հիմա գոյություն ունեն եւ այդտեղ մարդիկ գրանցված են ու դրսից Ախրքալակից, Հայաստանի տարբեր տեղերից ավտոբուսներով մենք նկարահանած ունենք այդ ավտոբուսները բաները։ Դուք էլ եք նկարահանել, բոլորդ նկարահանել եք։ Մենք այդքան չէինք պատկերացնում, որ իրանք կարող է այդ չափի անեին։ Հետո չէինք մտածում, որ այդպես գումարները հեշտ ու հանգիստ պիտի ես կյանքում չէի իմացել էի 5-10 հազար քաղաքում ժողովուրդը խոսում էր, որ ինչ որ դենց բաներ տալիս էին առաջ, ինչպես բան լսել եմ։ Բայց սպասեք, վերջացնեմ, հետո ասեք։ Բայց հիմացան 40-50 հազար դրամ մի մարդուն գումար են տվել, բան են տվել։ Ես այդքան չէի պատկերացնել, որ այդքան կարևոր է Գյումրու ընտրությունները, որ այդքան գումարներ պիտի ծախսեն, այդքան բան։ Հետո մտածում ես սրանց այդքան գումարը որտեղից այդքան գումարները։ Դուք գնացիք, արձանագրեցիք, տարբեր տեղեր թե մարդիկ ոնց էին մտնում խանութները, խանութից հետո գնում էին մասսայական դուք նկարահանել եք մեզ մոտ կա մինչև հիմա սայդերի մեջ կա։ Այսինքն իրենց ձայները ընդամենը 2500-ից 3000 ձայն է։ Այս քաղաքում չհաշված։
Ուրեմն բանակը ամբողջ չլպատկերացրեք, բանակի գյումրեցի զինվորականներին ընտուփ ուվայնենի են տվել, հասկացար, տուր են ուղարկել, հրամանատարների մոտից տղաները զանգ են տվել ծնողներին, չգիտեմ, նախարարություններից, բուհերից ինչքան սովորողներ կան, վիվարոյի վրա ինչքան գումար են գցել, ես պես բան չեմ պատկերացնել, այս ձևի ողբ, Ես մի բառ պետք է ասեմ, բայց լավ չեմ ասի։ Ես ձևի վիճակ, ճիշտ ասած, ես այսպեսի բան չեմ տեսել։ Խնդրահարույց դրվագներ եք ներկայացնում, պարոն Ղուկասյան։ Ոչինչ, մի բան է, դուք եք ներկայացրել, ձեր խոսքերն եմ ասում։ Չէ, Ջորջ ջան, հարց եմ տալիս, մի վարքյան։ Նույն հարցը չի։ Ասում եմ, ինչու չվիճարկեցիք այդ դեպքում ընտրության արդյունքները, դա օրինակ ավելի լավ չէր ազդի ձեր ռեյտինգի վրա, օրինակ գնալ նոր ընտրությունների եւ բացարձակ մեծամասնություն։ Ուրա թող իրանք նպաստեն, որ գնանք նոր ընտրությունների, հետո կտեսնեն թե ինչ կլինի։ Թող հələ փորձեն կտեսնեն թե ինչ կլինի, թե ինչքան ձայն կհավաքենք, ինչ կլինի։ Ես գիտեմ, ուղղակի չեմ ուզում, իրանք էլ լավ գիտեն, որ խայդարակվեն։ Պարոն Ղուկասյան, երկուշաբթի օրվանից եկաք աշխատանքի, որն է լինելու ձեր առաջին քայլը։ Երկուշաբթի օրվանից, որ եկա երկուշաբթի օրվանից, որ եկա, արագ կարգով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու։ Ինչքան լուրջ մասնակիցներ կան, պետք է մնան աշխատելու, եթե իրենք էլ մնացել են, միանշանակ մնալու են, եթե մասնակիցներ են։ Եթե ուղղակի քաղաքական առումով եկել են բան ինչ որ իրանք գործ ունենան, դե իհարկե մենք իրանք կասենք, որ ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ է։ Դրանից հետո անցնելու ենք աշխատավարձերի բարձրացման խնդրին։ Արագ մտածելու ենք ոնց ենք անելու եւ բյուջեի հաստատմանն ենք անցնելու։ Մի խոսքով այդպես շարունակական ինչ ասել եմ, հեշտականությամբ անելու ենք։ Բայց Հենրիկ Ասպարանից կա մարդ, որ պետք է արդեն լքի իր հաստիկը։ Ասեք։ Անդիմադիր ուժերը, որ ցեզ միացան, առանց պաշտոնների ակնկալիքի միացան եւ ըստ էության իրենք հրաժարվում են պաշտոններից։ Դուք ունեք ձեր թիմը ունի բավարար կադրեր համալրելու այն պաշտոնները, որոնք դուք կուզենայիք։ Բա ես որ չունեմ, ով ունի։ 13 տարի աշխատած քաղաքապետը ոնց կարող է կադրեր չունենա։ Ու մի քաղաքապետ, որ հավանական է յուրաքանչյուր թաղ, ես ավելի լավ գիտեմ այդտեղի բնակիչներին, քան այդ թաղի որևիցե մեկը։ Ինձ չափ քաղաք ճանաչող շատ քիչ կա այս քաղաքում։ Այդ բոլորն են ասում, գիտես։ Հասկանալի է, բայց ես որ կադրեր չկարողանամ հավաքել, ով պետք է հավաքի ինձպես։ Հանգիստ է, կհավաքագրենք։ Ով որ պաշտոններն եք հիմնականում մտադիր փոխել ձեր կադրերին դնել։ Կտեսնեք, անպայման ինչ որ անենք, թափանցիկ ենք անելու եւ բոլորը տեսնելու եք։ Բոլորը։ Դեպքում մյուս ուժերին պաշտոններ առաջարկելու կամ տալու եք, պարոն Ղուկասյան։ Մենք խնդիր չունենք, յուրաքանչյուրի հետ աշխատելու, եթե որևիցե մեկը ցանկություն հայտնի, որ ուզում է ինչ որ մի բան ստանձնեն կամ ինչ որ մի բան, մենք խնդիր չունենք, խնդրեմ չունենք։ Մենք ուրեմն անպայման համագործակցել ոչ միայն տեխնացուների, ընդհանուր առմամբ իմ ժամանակ են բան հիշում եք դուք հավանական է աղջիկը մեզ հետ այն ժամանակ աշխատել ես, հիշում եմ դուք աշխատել եք, մի խոսքով դուք աշխատել եք, այ դու նամանավանդ, մի խոսքով մեծամասնությունը դին ժամանակ դուք եք աշխատել, հիշում եմ, քեզ էլ եմ հիշում, մի խոսքով այսինքն այն ժամանակ ես հայտարարում էի ովքեր Գյումրիի հետ կապված, ունեն ծրագրեր, առողջացման հետ կապված, աշխատատեղերի ստեղծման հետ կապված, ես չգիտեմ, բարոյահոգեբանական մթնոլորտի ամեն ինչի հետ կապված ես պատրաստ եմ լսելու, քննարկելու, քննարկման առարկա դարձնելու։ Հիմա եւս նորից բարձրաձայնում եմ, ոչ միայն տեխնազուների, այլ բոլոր թեկուս այն կուսակցությունները, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, մարդիկ կան, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, ուրեմն հասարակական կազմակերպություններ կլինի Երևանում, դրսում ովքեր որ կցանկանան քաղաքի հետ կապված որևիցե մի դրական գործ կատարել, դռները բաց է, արագ կարգով ընդունում ենք, քննարկում ենք ու հետական նայում ենք։ Մասով Սարակ Մինասյանը ասում է, որ խիստ տարբերվում են 4 ուժերը։ Ես այդքան շատ բաների հետևից չեմ մգնում ընդհանրապես։ Ես այդ զիզի-բիզի բաների հետևից չեմ, ես կարևոր է հսկայական քաղաքապետարանն եմ սարքել։ Հասկանալի, որ նայում եմ այսպես հիացմունքով եմ նայում, որ ինչ եմ կառուցել ու կյանքի գնով, չարչարանքներով։ Հեմ իսպես մարդիկ գալիս են, մեկ էլ բաներ կան, ասպես մեր անունից մեկի տեսար այնպես վատ բան են ասում ինձի, որ
դուք եք ցույց տալիս, բան չնայած սարկած էլի, կզգամ որ մեծամասնությունը սարկած է։ Մենք հարցնում եմ, գսեմ, այս մարդիկ ինչ են սպես մտածում, որ հələ մի վատ բան ասեն, որ ես արել եմ։ Ես ուզում եմ ընդհանրապես թակ մի վատ բան։ Մի հատ ինձ ասեք, թե ես ինչ որ մի վատ բան եմ արել առանց շարի։ Օբյեկտիվ։ Թող մի հատ Էս կան ինձ բան եք ասում, լրատվական կառույցներով։ Հələ մի հատ մեկի անունը ասեք, որ ես ինչ որ մի բան եմ արել։ Իմ հետ կապված։ Մեկ նայում եմ, գսեմ, այ մարդ, միգուցե ինֆորմացիայի օրն է, կարող է ընկել եմ ավտոյի տակ իսկական։ Հիմա ես մեկպես հավատացեք մտածում եմ։ Անօթանության խնդրի հետ կապված, հա, ամենաառաջնային խնդիրը դուք ասեցիք աշխատատեղերի ստեղծում, նաև անօթևանության։ Բնակարանաշինություն է լինելու, ինչ է լինելու ձեր ծրագրի։ Մի քիչ ամպերեք, շատ ծրագրեր ունենք, ամեն ինչ ունենք անելու։ Այդքան իմ ժամանակ բնակարան կառուցվեց, 17,000 բնակարան կառուցվեց իմ օրոք։ Ես բարձրաձայնում եմ, բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Եթե ես մնա հիմա այդ հարցերը վերջացրել բրձել էի։ Ցավոք սրտի այսպես արեցին։ Հիմա սպասեք մի քիչ կտեսնեք, որ իմ առաջնային խնդիրն է աշխատատեղերի ստեղծում։ Դրա հետ մեկտեղ A ու B սկզբունքով բնակարանների, որ մարդիկ 37 տարի մնացել են այդ տնակների մեջ։ Հետո քաղաքապետերին ընդհանրապես, որ ուզում եք գնահատական տալ բոլորդ, հարցրեք, թե փոքր եւ միջին բիզնեսը այդ քաղաքապետը խտանել է թե ոչ։ Եթե փոքր ու միջին բիզնեսը նա չի խտանում, այսինքն պատկերացնում եք դա կենցաղ սպասարկման օբյեկտներ, բնակելիներ, եթե չի տալիս, շին թույլտվություն չեն տալիս, ինչի չեն տալիս։ Այդ դա է ինձ հետաքրքիր։ Ինչի համար չեն տալիս։ Ինչն է պատճառ, ինչ հախեր են ուզում, տանում, բերում են, ինչ են անում, չկամ են, վերևից են հանձնարարում, որ չտակ, որ երգիրը չկառուցվի։ Ես ուղղակի դա ուզում եմ հասկանալ։ Ես ասում եմ, իմ օրոք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, բացի Երևանը, բոլորը միասին, գյուղերն ու քաղաքները, իմ չափ հողատկացում չեն արել։ 100-ից 120 միլիարդ դրամ, դուք հասկանում եք դա ինչ թիվ է։ Քաղաքից հանվել է 40,000-ից ավելի տնագներ։ Դուք հասկանում եք դա ինչ աշխատանք է։ Հələ գնացեք էլի մի հատ կուխնյա սարքեք։ Հələ տեսեք, ինչպես ինչ նայեք իմ սարկածը։ Ինչ նայեք, ինչ այս դիմացի շենքը տեսնում եք, սեփականատերը ոչ պատուհաններն էր գցում, ոչ կդուրն էր փոխում։ Չեմ անի ու վերջ։ Ամեն ինչ արել եմ, որ փոխի։ Ամեն ինչ տղավարիել եմ մոտեցել իրանց, պետք է ասել եմ, պետք է փոխեք։ Ցայգը նույնությամբ չէր փոխում կդուրն ու մնացածը, այդ շենքը հսկայական, որ առել են, այդպես միամիտ։ Սաղ մեր ունեցվածքը խփես այդ շենքի արժողության չափ չկա։ Թե ոնց գցին ձերքերը, ոնց մատմադել մի ուրիշ տեղ են գնաց, այդպես միամիտ։ Ինչ բանից խաբար չեն։ Հա։ Նաև մեծ խնդիր է տրանսպորտի հարցը, բնակիչները հիմնականում նաև դրանից են բողոքում։